Բարև սիրելիներս, նախքան վիդեոն շարունակելը ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել, այն քիչ, բայց սիրելի հետևորդների մասին, ովքեր արդեն ալիքումս հետևորդ են դարձել, այդ 14 հետևորդի մասին։ Շատ շնորհակալ եմ ձեզ, ես այսօր երբ որ առավոտյան տեսա այս հետևորդների քանակը, իհարկե անխոս ուրախացա։ Դուք բոլորիցդ ես շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև դիտումների համար, ինչը որ իմ համար դա մեծ նշանակություն ունի։ Նորից ու նորից եմ ասում, ես ձեզանից բոլորիցդ հատիկ շնորհակալ եմ, բոլորիցդ։ Երեկվա իմ դիետայի ուրախությունը այն որ պատմեցի, ասեցի, կիսվեցի ձեզ հետ, այսօր էլ է շարունակվում, չնայած ոչ մի չափումներ չեմ արել, չնայած ոչ մի փորձ չեմ արել, բայց եւ այսօր նույնպես ես զգացել եմ եւ զգում եմ, որ կամաց նույնիսկ իմ համար, նորից եմ ասում, իմ շորերից ու բացի շորերից ինձ արդեն վիզուալնի էլ է թվում, որ կամաց քաշը գնում եմ, էլ եմ ասում, ես ճիշտ է միգուցե հոգուս խորքում շատ եմ ուզում տեմպը արագանա, բայց դե ես նաև հասկանում եմ, որ դա այդքան էլ հնարավոր չէ, ինչևէ ես շնորհակալ եմ, թե հետևորդներին, տեմպին, որ կամաց ավելանում են, թե եւ նաև իմ քաշ գցելու ինքս իմ կարնիվոր դիետայից շնորհակալ եմ, որովհետև իրոք կարնիվորը իմ դեպքում աշխատում է։ Ես ասել եմ, որ կետոն նույնպես իմ դեպքում աշխատել է, բայց կարնիվորը ավելի առավելություններ ունի իմ դեպքում։ Սիրելիներս, տեսեք, դուք հետևում եք, բայց մի բան, ես միշտ ամեն վիդեոյին ասում եմ, սիրելիներս, գրեք մեկնաբանություններ, գրեք ձեր կարծիքները, ով ինչպես, ինչ, եւ իրոք ես շատ եմ ուզում, որ գրեք մեկնաբանություններ, լայքերը դնեք, դա իհարկե ինձ համար շատ կարևոր է, բայց ես երեք այդքան դիտումներից, որոնք ինձ համար, ձեզ համար դա քիչ են, ու ընդհանրապես եթե ես ուրիշի աչքով նայեմ, դա կարելի է նաև դիտում չկոչել, բայց ինձ համար այդ դիտումները շատ են, ես րոպեն մեկ ուրախանում էի, որ թվերը ավելանում է, եւ ես գրել էի, որ անդադ ասում եմ, գրեք մեկնաբանություններ, երեք ես ինձ գրել էր մի հետևորդ, ոչ թե պատպիսչիկ, հենց ով որ դիտել էր վիդեոն, մի կին եւ ասել էր, հլը դու նիհարի, հետո մեզ խորհուրդ տուր, շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար, սիրելիս, բայց սկսենք այստեղից, ես այստեղ ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս, ես մեկը լինի ինձ խորհուրդ տա, ես անընդհատ բացում եմ, կարդում եմ ուրիշ նիհարած մարդկանց, ուրիշ այդ հարցերում, ինչպես ասում են, իմ բախտակից վիդեոբլոգերներին նայելով ես
սովորելու շատ տեղ ունեմ, անընդհատ կարդում եմ, անընդհատ լսում եմ, անընդհատ տեսնում եմ, նորից եմ կրկնում, ես շատ ափսոս, որ անգլերեն չգիտեմ, այդքան ափսոս, որովհետև այդ հարցում անգլերեն գրականությունը ու վիդեոները ավելի շատ են ու ավելի բժշկական, ֆիզիոլոգիական, իրենք ավելի մանրակրկտորեն ամեն ինչ այնտեղ տրված է։ Ես այնպես որ ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս ու չեմ էլ ուզենա, որ ինչ որ մեկը առանց իմ արդյունքը տեսնելու, գրանցելու, ճիշտ է, դա իմ մոտ արդեն քիչ կա, բայց դա դեռ վիզուալ էկրանից այն կողմ չի երևում, ես չէի ուզենա ինչ որ մեկը կրկներ ու հետո ասեր, տես քո պես արեցինք, մենք վատ ենք զգում կամ չգիտեմ ինչ, ընդհանրապես քավլիցի, ամեն մեկը թող փնտրի գտնի իրեն ուզածը, ընդհանրապես այս ինտերնետ տիրույթում այնքան բաներ կան, որ չես կարող ասես սա ճիշտ է, սա սխալ է, իմ ճիշտը ես գտնում եմ, որ դա է, ու ես գտնում եմ, որ դեռ իմ 100%-անոց ճիշտն է, ինչու համար, որովհետև ես բազմիցս ասել եմ, որ ես կարելի է ասել մեծ կախում ունեմ ուգլիվոդից ու դա ինձ հարմար չի, ես չեմ ուզում ոչ մի ձևի ուգլիվոդ օգտագործել, որովհետև նորից եմ ասում, իմ ինսուլինարեզիստենտն բան է, ինքը կայուն չի, ինքը չեմ ուզում, մի խոսքով։ Ժամերով ես լսում եմ տարբեր մարդկանց, ժամերով տեսնում եմ տարբեր վիդեոներ, իհարկե ռուսական թարգմանությամբ, այնտեղ շատերը խոսում են արդեն մարդու ֆիզիոլոգիական թե կառուցվածքը ների մասին, թե բջիջների մասին, թե մի խոսքով ինչևիցե այդ ժամերով ասում են, ես երևի չմտապահեմ էլ, որ կրկնեմ իրանց ասածը, ոնց որ ասում են աբզոր անեմ, չմտապահեմ էլ այդքան, որովհետև բայց նաև իրանց լսելով ես իմ համար գոնե լյովին հասկանում եմ ինձ ինչ է պետք, դա զուտ օբյեկտիվ կարծիք է, կներեք, սուբյեկտիվ կարծիք է և ես ոչ մեկին չեմ կարող ասել դուք այսպես արեք կամ այնպես արեք, ես կուզենայի, որ ինչ-որ մեկնաբանությունները լինեն բոլոր բաներում, բոլոր հարցերում, կուզենայի, որ գոնե կիսվեիք ինչ-որ մեկը նայում է ինչի համար, ուղղակի նայում եք պրոստը վիդեո, թե ինչ-որ ձեզ մոտ էլ ինչ-որ խնդիրներ կան, ասեմ, որ այդքան էլ հեշտ չի, ինչ-որ խնդիրներ լինելու հետ կապված, ասեմ ձեզ, ինչպես բոլոր գերմարդկանց մոտ, այնպես չի, որ բոլորը հաճույքով կկիսվեն էկրանից այն կողմ, ինչ պրոբլեմ ունեմ, ինչ պրոբլեմ չունեմ, ոչ մեկին էլ հաճելի չէ, ես մինչև վիդեոներ տեղադրելը ես ինքս էլ, ես ձեզ ասել եմ երևի 5 տարի այդ միտքը իմ գլխում անընդհատ պտտել է, անեմ վիդեովլոգներ, թե չանեմ վիդեովլոգներ ու անընդհատ հետևել եմ թե ռուս, թե ուկրաինացի այդ նիհարող վլոգերներին, հավատացեք ես երեկ էլ մի հատ ուկրաինացու էի նայում, որը իրոք 5 տարի, ես նրա առաջին օրվանից, ինչպես ես եմ նստած եղել առաջին օրվանից ու կմկմալով խոսացել, այդ կնոջը հետևել եմ, մինչև հիմա, որ այժմ այդ իրավիճակից ելնելով այդ կինը հիմա գտնվում է իհարկե Թայլանդում, ճիշտ է նա չի նիհարել Կառնո
կարնիվոր դիետայով կամ կետո դիետայով, նա նիհարել է, ինչպես ասում են, Պեպե առողջ Պեպե սննդակարգով բալանսավորված, այնտեղ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր։ Ինչևից է կեցե կինը ինքը լավ արդյունք է ցուցաբերել, -60 կիլոգրամ, շատ լավ է զգում, շարունակում է, եթե նա եւ շատ նորմալ ապրում է։ Իրեն հետ մեկտեղ նաև նիհարում էին նորից ռուս կիներ, ինքը ահագին, այդ ուկրաինացին ասեմ մի 2 տարով էր ինձանից մեծ, հետո այդ ռուսը, կարծեմ Ռոստովից էր, ինքն էլ մեծ քաշից, կարծեմ էլի 140, եթե չեմ սխալվում, 8 էր, թե 140, մի խոսքով այդ քաշից այդ կինն էլ նորից այդ կալորիա հաշիվելով, նա արդեն կալորիա հաշիվելով, չնայած այս երկուսն էլ հաշիվում էին կալորիականությունները, այդ Պեպեի դեպքում հաշիվել են, կալորիա հաշիվելով ինքը ահագին էր նիհար է, նույնիսկ այդ ուկրաինացուց շատ, ուկրաինացին ինքն էլ չի ուզում լինի այնքան, որովհետև ինքը բացատրում է, որ ես ինձ այդպես էլ եմ զգում 70 չգիտեմ քանի, մի խոսքով -60, ինքը այդ կինը շատ նորմալ զգում է։ Իսկ այդ ռոստովցի կինը համեմատաբար ավելի ջահել տարիներով, ինքը այն կարգեր նիհարեր, որ ֆիտանյաշկա էր դառը, ինչպես ասում են, շատ էր նիհարել ինքը։ Ու հետո մի պահ եկավ, ինքը դրեց ու ամեն ինչ ոնց որ ասած հեչ արեց, ինքը նորից գնաց ատկատ, ասեմ խի, եւ ինքը դա 1000 ու մի բան են ներկայացնում, վայ ինձ ՌՊՊ, այսինքն իմպուլսիվ շատակերություն է մոտս, վայ չգիտեմ իմ մոտ, մի խոսքով տարբեր բաներ են ասում, այնքանա որ ուգլիվոդին մեղավոր չճանաչեն, քավ լիցի, այդպես է, իրանք չգիտեմ ինսուլին քանակությունը իրանց օրգանիզմում շատ է, քիչ է, բայց ֆակտը այն է, որ այդ աղջիկը, այդ կինը, ու ես ցավում եմ, հիմա հավատացեք, իր այդ տարբերությունը անընդհատ ես նայել եմ, ասենք ես հիմա ինձանից ինչ որ նիհար, հետո այսենց ցախ կին լինի, ու ես անկախ ինձանից ես այդ կնոջ աշխատանքը ափսոսել եմ, որովհետև ինքը նորից հետ եկավ, ճիշտ է ես է շատ քանակությամբ եմ նիհարել, պատահել է ես նիհարել եմ նույնիսկ 40 կիլոգրամ նորից հետ եմ գնացել, բայց էլի չեմ հասցրել այն գագաթնակետին, որ ասեի, հա, ես իրոք արդեն շատ լավ նիհար եմ, ինչևից է ես էլ եմ ափսոսացել, անընդհատ այդ ճոճվող բանը շատ ահավոր է, ու երևի բոլորի մոտ էլ այդպես է, այդպիսի բան չկա, որ ասեն, այս գրեչկայով, նիհարիր 5 կիլո, նիհարիր 10 կիլո, նիհարիր մինչև ամառը, չգիտեմ ինչ է, սրանք աբսուրդ բաներ են, հա, կարող է նիհարես, բայց դու եթե դա հիմնական չի, հաստատ ինքը հետ է գալու, ինչև է, այդ աղջկա մասին ասելով կնոջ մասին, ինքը ավելացրեց, սկսեց ուտելը, սկսեց արդեն անկառավարելի ուտելը, հետո ինքը հոգնեց կալորիականություններ հաշիվելուց, ճիշտը որ ասեմ, եթե ես էլ ինձ էլ դնեմ այդպիսի ռամկայի մեջ հաշիվեմ կալորիականություն, մանրակրկտորեն ինչպես իրանք էին հաշիվում, նախ ես ասել եմ, ես թվերի հետ չեմ բանանում, ինձ դա ես չեմ կարող դնել մանրակրկտորեն հաշիվել սրա այսքան կալորիականությունը, եւ այդ կալորիականությունը էլի նորից իմ սուբյեկտիվ կարծիքն է,
այդքան էլի ճիշտ չէ, հիմա չգիտեմ։ Այսպես, այս խեղճ կնոջ տանջանքը ոնց որ ասում են գնաց ջուրը կորավ ու հետս հետե մի գեղեցիկ օր հետերները այ տեսնի հարեցիր, այ բգիտ վրա չկարողացար, այ նորից դու չաղացար, այ եւ մի գեղեցիկ օր այդ աղջիկը արդեն այդ իրավիճակներից հետնելով YouTube-ը փակվելով, չնայած դեռ YouTube-ը չէր փակվել, դեռ մոնետիզացիան իրանց մոտ կար, ինքը մի խոսքով հեռացավ YouTube-ից, որովհետև չգիտեմ հիմա ինչին չդիմացավ կամ ինչ պատճառով անհայտ դարձավ այդ կնոջ ճակատագիրը, բայց ես մինչև հիմա նույնիսկ ինքը այնքան էր նիհարել, փորձ արեց գնալ ֆիթնես ակումբ, Ժողովուրդ ջան, եթե մարդը ինքը բնից գնաց, մի քանի օր ասում էր, այ սիրով եմ գնում էն, հետո նորից ասեց, չէ, դա իմ բանը չի։ Այնպես որ տարբեր մարդիկ, տարբեր օրգանիզմ ունեն, չի կարելի ամենքին ասել դու հլը էս արա հետո մենք կամ այստեղ ես բժիշկ չեմ, ես չգիտեմ ինչ չեմ, որ խորհուրդ տամ։ Ես փորձում եմ իմ ճամփեն անցնել եւ շատ ուրախ եմ դիտումների համար եւ շատ ու շատ կրկին ու եռակի ու քառակի անգամ շնորհակալ կլինեմ, որ հետևորդներ շատանան, ինչպես ես եմ մինչ այսօր այդ կան մարդիկ, որ մինչև այսօր դիտում եմ, ու ես իրանց համար շատ ուրախ եմ, իրանք մեծ գործ են արել, այդքան ճանապարհ են անցել, իսկ ինչ մնա, թե ես ինչու եմ կոնկրետ ընտրել, ես 1000 անգամ ասել եմ, որ ես ունեմ այդ կախվածությունը, դա նույնիսկ եթե հաշվենք, դա կախվածություն էլ չի, ուղղակի իմ օրգանիզմը այդպես է կառուցված, որ իմ ինսուլինն էլ այնպես բան չի, որ ասեմ կոնկրետ լավ, այսքան անեմ, հետո ինքը միևնույն է, ինքը եթե նորից ես շարունակեմ իմ ուգլիվոդային կերուխումները, ինքը նորից բարձրանալու է, դրա հետ մեկտեղ բարձրանալու է շաքարը, դրա հետ մեկտեղ ինսուլինը պակասացնելու է շաքարի քանակ, իսկ մնացածը արյան մեջ բջիջներում արդեն դրանից դուրս հավաքելու է ճարպը, դա ինձ համար անխուսափելի է, ես դա հասկանում եմ, որ իմ միակ ու գլխավոր թշնամին ինձ համար ածխաջուրն է, ինձ համար քաղցրն է, ինձ համար խմորեղենն է, ինձ համար տարբեր տեսակի մրգերն են, այնպես որ նորից եմ ասում, ես ոչ մեկին չեմ ասում, եկեք դուք էլ այդպես նիհարեք, ուղղակի եթե լսել եք, եթե փորձ ունեք, ես ուրախ կլինեի ինչ որ մեկից իմանայի, որ այ մենք էլ ենք փորձել սա կամ մենք էլ ենք սա փորձել, քննարկեինք առողջ զրույց դա կլիներ մեր միջև առանց իրար ինչ որ կոպիտ ձևով վիրավորելու կամ առանց որևէ մի բանի, նորմալ խոսեինք, զրուցեինք ու կիմանայինք ում ինչա պետք, միգուցե դիտողների մեջ նույնիսկ մեկ հատիկ գեր անձնավորություն չկա, ես ուղղակի նայում են որպես վլոգ կամ ուղղակի նայում են մինչև որտեղ կհասնի, իսկ ես այդ մարդկանց 5 տարի նայել եմ 5 տարի այդ մարդկանց նայել եմ ու իմ համար մինչև առ այսօր էլ նայում եմ, ինչպես ասեմ, դրանց ճակատագիրը իմ համար բան չի, այնպես չի, որ ասեմ, ես շատ օրինակ ցավում եմ այդ կնոջ համար եւ այնտեղ մի քանի հոգի էլ, ասենք մի 10-20 կիլոգրամ նիհարեցին, կներեք, նորից հետ եկավ։ Ինչ եմ ուզում ասել, այդքանից հետո ես ինձ համար նորից ու նորից հասկացա, որ դիետա ասվածը մի տեսակ հարաբերական է։ Եթե ես հենց հիմիկվանից որոշեմ, որ կնիհարեմ մի քանի ամսում կամ մի տարում կամ 2 տարում ու նորից
կուտեմ այն, որ ինչ ես կուտեմ, ուրեմն ես չարաչար սխալվում եմ, որովհետև ես իմ աչքի առաջ ամեն ինչ ինձ հետ է կատարվում, երբ ես 2 ամիս Ռուսաստանում կարնիվորով շատ լավ արդյունքի էի հասնում ու ես եկա Հայաստան, իմ այդ ուգլիվոդային խրախճանքը սկսվեց ու նորից սկսվեց այն, ինչ որ սկսվեց, մի բան էլ ինքը ավելցած քաշով հետ եկավ, ես դա հասկանում եմ ու ես չեմ ուզում, իրոք էլ չեմ ուզում, որ այդ ատկատները հետ գան, այդ քաշի հետ գա այդ քաշը ու դրա համար միգուցե եւ դրա համար էլ եմ բացել ինտերնետը, բացել YouTube-յան ալիքը, որ առաջին հերթին համոզվեմ ես ինքս ինձ, որ կարող եմ առաջ գնալ, կարող եմ մի քանի այդ նիհարող բլոգերների նման առաջ գնալ, միգուցե ես էլ եմ ուզում, ես առաջին հերթին ինձ ապացուցել, որ դու էլ կարող ես, ուղղակի նրանք ընտրել են այդ ճամփան, նրանք կարողացել են, միգուցե նրանց դա այդքան էլ այդ ուգլիվոդները այդքան էլ չի խանգարել, բայց ինձ համար դա չէ, ինձ խանգարում են, բոլոր դեպքերում իմ թշնամիները դրանք են, ինչպես ասում են, իմ սիրելիները դարել են ինձ թշնամի, իմ սիրած կոնֆետները ինձ թշնամի են, իմ սիրած թխվածքները ինձ համար թշնամի են, տարբեր մրգերը եւ այլը, այնպես որ ես ոչ մեկին չեմ ասում, եկեք բոլորս նստենք կարնիվոր դիետայի վրա, կամ չգիտեմ, եկեք կետոյի, կամ էլ եկեք պեպեի վրա նստենք, ով ոնց ուզում է, թող ում օրգանիզմը ինչպես ընդունում է, թող նա էլ անի ու երանի կլինի մի օր, որ ընդհանրապես այդ ճարպակալումը ժողովրդի մոտից վերանա, ոչ մեկ ոչ մի ձևով, բոլորն էլ ուրախ զվարթ, ինչքան ուտեին չչաղանային, ոնց ուզեին այնպես ապրեին, բայց դա այդպես չի լինում, Ցավոք սրտի մարդկանց մոտ կա, որ ածխաջրերը հավաքում են ավելնորդ հեղուկ ու ճարպ, իսկ որոշ մարդկանց մոտ դա էներգիայի ձևով ծախսվում, անցնում, գնում է, իմ մոտ դա այդպես չէ, ու ես նորից եմ կրկնում, ես չեմ եղել 60-50 կիլո, հետո նորից հանկարծակի չաղացել, չէ, ես մանկությունից լիքն եմ եղել, 7 տարեկանից, ճիշտ նորմալ երեխա եմ ծնվել, նորմալ քաշով, փոքր նկարներն է շատ նորմալ, բայց 7 տարեկանից արդեն սկսվել է չաղանալու պրոցեսը, այնպես որ ամեն մեկը թող իր ուղիով անցնի, իմ ուղին էլ ես դեռ ընտրել եմ այսպես, ես նորից եմ ասում, եթե ինչ-որ բան ես փոխելու լինեմ, կփոխեմ կետո կամ պալեոկետոգենային դիետաների հետ, մինիմում ուգլիվոդի բանջարեղենի տեսքով շատ քիչ, եթե փոխելու լինեմ, իսկ հույսով եմ, որ ես չեմ էլ փոխի, որովհետև իմ մսային դիետան ինձ ձեռ է տալիս քիչ ուտելով և հագեցվածություն ունենալու պատճառով, դա ինձ ես շատ հանգիստ դա տանում եմ, այսպես սիրելիներս, ասեցի ես այսօր նույնիսկ ոչ մի բան չեմ չափել, ոչ սանտիմետրերով, ոչ կշռվել, ասել եմ, որ 15-ին եմ կշռվելու, բայց էլի նորից եմ ասում, ես զգում եմ, որ ինքը գնում է, կամաց, ինչ-որ մի հատված մաշվում է, այնպես որ իմ կարնիվորի մասին այդպես, իսկ ինչ մնա այն մարդկանց, ովքեր իրոք ուզում են այդ կոնկրետ իմանալ այդ դիետայի մասին, եթե դուք այնտեղ YouTube-յան ալիքներում էլ
խփեք, բանանեք, շատ մարդկանց կբերեք ու շատ ավելի նրանք մարդիկ բժշկական տերմիններով, շատ ավելի քիմիական, ֆիզիկական տերմիններով իրանք ավելի լավ են բացատրում։ Իրանց բացատրածը ես հասկացել եմ, բայց երբ որ ասեն դու վերապատմի իրանց ասածը, ես իհարկե կդժվարանամ ասել, որովհետև նախ ես անդադ լսում եմ այդ ռուսերենը, ցավոք հայերեն չկա, որ այդ հայերենը լսեմ, ու բացի այդ ռուսերեն տարբերակը, ես նորից եմ ասում, ամենաճիշտ աղբյուրները այդ անգլերեն տարբերակներն են, որ իրոք ափսոսում եմ, որ ես անգլերեն չգիտեմ, շատ բան եմ բաց թողել, այսպես, հիմա սիրելիներս, այսօրվա սնունդի համար ասեմ, այսօր ես խոզի միսը աղացած, ուղղակի մենակ աղ եմ ավելացրել, քանի որ ես երեկ ասեցի, ես հավին համեմունք ավելացրի եւ ամբողջ օրը գրեթե սոված էի, բայց ճիշտն ասած այդքան սովածությունը զգալուց էլ էլի ուտելս չէր գալիս, ուղղակի մի թեթև այն որ չէր խանգարի, բայց որ ասեմ դա այդ սովածությունը տանում էր ինչ որ քաղցրեղենի կամ մեկ այլ ինձ համար չի կարելի տվյալ դեպքում, չէ, ուղղակի կար այդ թեթև սով ասվածը, իսկ այսօրվա ուտելիքը այդ խոզի միսը առավոտ ես կշռել եմ 200 գրամը, իդեպ տեսեք, ես երեկ էլ հավի միսը 200 գրամ եմ կշռել, մի քիչ ընդեղ ավել, բայց եւ նաեւ հասկանում եմ, որ ընդեղ կալորիականություններով որ նայում ես, խոզի միսը ավելի կալորիականություն ունի, քան հավի միսը բնականաբար, ուղղակի ես այդքան շատ չեմ ուզում խորանամ, որ բան չանեմ էլի, դե ասել եմ 200 գրամ, ընդեղ պլյուս մինուս 30 կամ 10-15 գրամ դա էական չի, ես չեմ դնում կոնկրետ կալորիաները չափեն, ինչպես ասում են մոտավոր ձևով, այսօրվաս այս աղացած մսի վրան ուղակի աղ եմ արել եւ կոտլետներ խոզի ճարպով ժարիթել, դա է եղել, կերել եմ առավոտյան 11-ի կողմերը, դա կերել եմ 200 գրամ, իսկ երեկոյան ես հասկացա, որ ճարպը շատ քիչ էր, ճիշտ է ճարպով էի ժարիթել, բայց ինքը մի քիչ ոնց որ ասած այդքան էլ ճարպը շատ չկար, ավելացրեցի արդեն ինքը 200 գրամ էլ չէր, որովհետև հետո ես կշեռքից հետո այն մի կոտլետը հանեցի ու ավելացրի կովի յուղով բնական կարագի հալած յուղով 2 ձվի ձվածեղարի ու այդ մի կտոր միսը հանեցի, մի խոսքով այդպես սննդակարգի հետ պլյուս մինուս խաղալով տեսնենք ինչ կլինի, բայց սիրելիներս, ասենք ես նորից եմ ասում, լսում եմ այդքան մարդկանց կարնիվոր դիետայում, բոլոր կարնիվորցիները ասում են, որ կալորիա հաշվել ընդհանրապես չի, կերեք կուշտ, հետո օրգանիզմը ինքը արդեն իր ոնց որ ասած տեղը կվերցնի, դրա հետ էլ եմ համամիտ, որովհետև ես առաջին օրերին ահավոր չէի ասի, բայց ահագին շատ էի ուտում, մի քանի կտոր այդպես մսեր դնում ուտում էի եւ հավատացեք մարդիկ կան ասում են մենք մեր այդ ադապտացիոն շրջանը մի քիչ երկար է տևում, իմը չէ, միգուցե ես մի ժամանակ փորձել էի դրանից էր թե ինչ, իմը արդեն երրորդ, չորրորդ օրում արդեն ես այդպես չէի բարձում ու տենց քչացրեցի ու քիչ մնաց, չնայած նորից եմ ասում, կարնիվորում ասում են պետք չի, եթե նույնիսկ դու ուտես մի անգամ նորմալ, պլոտնի ասվածը, դա քեզ հերիք է, բայց քանի որ ես մի քիչ շտապում եմ,
ես հասկանում եմ, որ սխալ եմ անում, բայց եւ ամենայն դեպս շտապում եմ, մի քիչ ճարպը հանել էի, բայց չէ, ճարպը բոլորովին հանելը դա շատ սխալ է, գոնե հավի մսի հետ երևակայի մի քիչ կամ կարակ կամ մի կտոր խոզի ճարպ կարելի սալ ասվածը որ դրված է կարելի է ուտել, որովհետև իրոք որ ճարպը ավելի օգտակար է, ավելի կուշտ է պահում եւ ավելի էներգիա տվող ճարպն է։ Այսօր այս սննդակարգի մասին վաղը նորից այդ խոզի միսը նորից կա, էլի նորից, բայց միգուցե ուղակի այդ աղացած միսը ուղակի ժարիթեմ, ձուն ջարդեմ վրեն, էլի այդպես, տեսնենք, այսօր ծուկ եմ առել, բայց մյուս օրը անպայման ծուկ է լինելու։ Մինչև մենք մեր տավարի մսի հարցերը կարգավորենք, հետո էլ եմ ասում, ես շատ կուզենայի, որ ինչպես այդ այն ոնց որ ասում են այն կարնիվորցիները, որոնք իրոք այդ ամերիկյան կարնիվորցիները, որոնք բոլորը նստած են այդ բաների վրա, այդ տավարի այդ ստեյքների վրա, ես էլ կուզենայի, հենց կոնկրետ այդպես չէ, որ ստեյք դնես, այն ոնց ասում եմ մեր խաշած տավարի միսն էլ ես համաձայն կլինեմ, տեսնենք տավարի մսի հարցը ինչպես ենք լուծում, մեջ ու մեջ գոնե թոք ու տավարի միսը լինի, իսկ թե այնտեղ կոնկրետ վիտամինների պակասը մեկ էլ գրում են ինձ չէ, այդ մարդկանց բա սրա վիտամինի պակասը, բա այն էլեկտրոլիտի պակասը, բա է սրա պակասը, ժողովուրդ ջան, իրենք այնտեղ շատ լավ բացատրում են, շատ լավ ասում են, ես նույնպես կարդում եմ եւ հասկանում եմ, ինչ կարելի ավելացնել, ինչ չի կարելի, ես այն վիդեոներից մեկում էլ ասի, որ մագնիզիում պետք է գնեմ, կալիում, չգիտեմ վերցնեմ թե չվերցնեմ, համենայն դեպս երբ որ գնեմ ձեզ կասեմ, որ արդեն գնել եմ եւ օգտագործում եմ։ Այսպես իմ սիրելի կարնիվորի համար։ Այսօր երևի այսքանը, սիրելիներս, նորից ու նորից շատ շնորհակալ եմ դիտումների համար, խնդրանքս, որպեսզի ես մոտիվացիաս միշտ լինի, խնդրանքս գրանցվել ալիքին, բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը, որպեսզի եթերի վաղ իմանաք, վիդեոյի ժամանակ իմանաք, գրեք մեկնաբանություններ, ես մեծ սիրով բոլորին կպատասխանեմ, ես նույնիսկ այնպես չպատասխանեցի այդ միակ ինձ համար նորից եմ ասում շնորհակալություն այդ մեկնաբանության համար, բայց եւ այսօր ես պատասխանեցի այդ մեկնաբանող կնոջը, որ սիրելիս ոչ մեկին դաշ չի տալիս, ոչ մեկին չի պարտադրում, ոչ մեկին չի ստիպում, ազատ մարդիկ ենք, ով ոնց ուզում է, այնպես իրեն հարցերը լուծում է, մեկը եթե պրոբլեմ ունի կարնիվորով, մեկը կետոյով կամ մեկը ուղակի բալանսավորված սնունդով, իսկ եթե հարուստ ես ու ոչ մի ճար էլ չունես, կարող ես օպերացիայով էլ հարցդ լուծել, ինչու չէ, այնպես որ սիրելիներս ստեսություն, նորից ու նորից շնորհակալություն ամեն մի դիտումի համար։